իրոք հոգևոր սպասավորներից եմ ներողություն խնդրում և թողություն խնդրում մեր եկեղեցին, նրա սպասավորներին և մեր եկեղեցուն, մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսին մենակ թողնելու համար։ Եվ մենք այսօր էլ եմ ասում, խորհրդանիշն էր, որ մենք էլ մենակ չենք, իրենք էլ մենակ չեն, և մենակ չէ եկեղեցին, մենակ չէ պետությունը, որովհետև եկեղեցին և պետությունը այլևս իրար հետ են։ Եվ եկեղեցին ժողովրդի համար է, և ես մեր ժողովրդին կոչ եմ անում, այո գնալ պատարակների և իրենց հոգևոր սպասավորներին հորդորել, խնդրել, միանալ Հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու բարենորոգման օրակարգին, հորդորել պատարակների ժամանակ, զեղչել այն անունը, որը չպետք է հնչի խորանից, մինչև այն պահը, երբ որ մենք կունենանք Հիսուս Քրիստոսի անունով, ժողովրդով, ազգային եկեղեցական ժողովով, իրապես ընտրված և իր կոչման, և իր ապրածի, իր աշխարհայացի, իր հոգու պարունակության իմաստով լեգիտիմ կաթողիկոս։ Ես կոչ եմ անում բոլոր տեղերում, բոլոր պատարակներին մասնակցող մեր ժողովրդին նախ մասնակցել պատարակներին և պահանջել, հորդորել, խնդրել, որպեսզի հոգևորականները, պատարակող հոգևորականները, այդ եկեղեցիներում ծառայող հոգևորականները միանան բարենորոգման օրակարգին, հանուն Հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու, հանուն Հայաստանի Հանրապետության և հանուն մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի։ Շնորհակալ եմ շատ։ Այժմ ես ուզում եմ իմ խոսքը եզրափակել Սաղմոսով, Սաղմոս համար 25-ով, որով սովորաբար պատարակների մեկնարկին 25-րդ Սաղմոսն է նշվում մեր կարգի և այսինքն պատարակն է մեկնարկում 25-րդ Սաղմոսի բովանդակությամբ և ես 25-րդ Սաղմոս ուզում եմ ձեզ համար արտասանել ի նշանավորումն այս մեկնարկի, եկեղեցու բարենորոգման մեկնարկի, որը մենք հիմա իրար հետ միասին մեր հոգևոր իրականացնում ենք։ Իմիջիայլոց նաև Շվեյցարիայի Հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու Շվեյցարիայի իրեն են բուրըն թերով Սաղմոս 25 ամեկ մարդու աղոթքը այսօր Սաղմոս Դավթի դա ինստեղ քանզի ամբա և քննիրիդ փորձիր երիկամներս և սիրտս հաճելի է ինձ ատորին ես չեմ նստի և անորենների մոտ ես չեմ գնա չարագործների ամբոխը ես ատեցի և ամբարիշտների կողքին չեմ բազմի սրբության
կլվամ ձեռքերն իմ եւ սեղանից շուրջը կնստեմ Տեր, թող լսեմ քո օրհնության ձայնը եւ պատմեմ քո բոլոր հրաշալիքները, Տեր, սիրեցի քո տան վայելչությունը եւ քո փառքի բնակության վայրը, կործանիր ինձ ամբարիշտների հետ եւ ոչ էլ կյանքս արյունահեղների հետ, որոնց ձեռքերն անօրինության մեջ են եւ աչքը նրան լի է կաշառքով։ Ես ամբասիր ընթացա, փրկիր ինձ, Տեր, ներում քեզ պիտի օրհնեմ։ Քրիստոս ծնավ եւ հայտնեցավ։ Քրիստոս ծնավ եւ հայտնեցավ։ Քրիստոս ծնավ եւ հայտնեցավ։ Մեզ եւ ձեզ մեծ ավետի, շնորհակալ եմ բոլորիդ այս մթնոլորտում եւ այդ տրամադրությամբ շնորհավորում եմ բոլորիդ ձեր ընտանիքների անդամների, ձեր տների, ձեր օջախների սուրբ ծնունդը եւ համոզված եմ այսօր հիմա բոլորս շտապում եք ձեր ընտանիքների եւ ընկերների հետ նշել սուրբ ծնունդը, մեր Տեր եւ Փրկիչ Հիսուս Քրիստոսի սուրբ ծնունդը։ Շնորհակալ եմ շատ։